Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում իր դժգոհությունն է հայտնել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին ռուսական ուժերի հասցրած հարվածների կապակցությամբ։ Ես դժգոհ եմ Կիևին ռուսական հարվածներից, դրա կարիքը չկա եւ ժամանակը շատ անպատեհ է։ Վլադիմիր, կանգ առ, շաբաթական 5000 զինվոր է մահանում, եկեք խաղաղության պայմանագիր կնքենք, գրել է ԱՄՆ նախագահը։ Եվրախորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Գեեդիս Գարդինն անդրադարձել է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Պատգամավորը Facebook-յան իր էջում մասնավորապես գրել է. 110 տարի է անցել հայոց ցեղասպանությունից, հանցագործություն, որը չպետք է մոռացվի, որքան էլ Թուրքիան պնդին, նրա արյան մեջ թաթախված անցյալը չի կարող ջնջվել։ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հանրապետականները կփորձեն ավելացնել Պենտագոնի ծախսերը 150 միլիարդ դոլարով։ Այս մասին տեղեկացրել է Պոլիտիկո պարբերականը հղում կատարելով աղբյուրներին։ Նրա տեղեկացմամբ ներկայացուցիչների պալատի հանրապետականները կհրաժարվեն պաշտպանության ֆինանսավորման ավելի համեստ ծրագրից եւ կփորձեն հասնել 150 միլիարդ դոլարով Պենտագոնի ծախսերի ավելացմանը։ Ռուսաստանի դաշտությունում եղբայրական հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել են որպես սեփական, այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Ապրիլի 24-ին լրանում է 20-րդ դարի առաջին կեսին տեղի ունեցած ամենաողբերգական իրադարձություններից մեկի Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ռուսաստանի դաշտությունում եղբայրական հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել են որպես սեփական, ասել է Զախարովան։ Ռուսաստանը մերժել է Սիրիայի նոր կառավարության խնդրանքը իշխանությունից հեռացված եւ Ռուսաստան մեկնած նախագահ Բաշար Ալ-Ասադին արտահանձնելու մասին։ Այս խնդրանքը ռուսական իշխանություններին է փոխանցվել հունվարին։ Այս մասին ապրիլի 23-ին The New York Times-ի հետ զրույցում ասել է Սիրիայի ժամանակավոր նախագահ եւ ջիհադական Հայաթ Թարիր Ալ-Շամ խմբավորման առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան։ Աշխարհն ականատես է դառնում վերադարձին դեպի ծայրահեղական գաղափարախոսություններ եւ պոպուլիզմ, ինչպես նաեւ արմատական հռետորաբանության սրացման։ Այս մասին հինգշաբթի Ղազախստանի ժողովրդական ժողովի նստաշրջանում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը։ Ցավոք աշխարհում վստահության ամենասուր ճգնաժամի ֆոնին մենք տեսնում ենք վերադարձ դեպի ծայրահեղական գաղափարախոսություններ եւ պոպուլիզմ, ասել է Տոկաևը։ Ամերիկյան 12 նահանգ հայց է հարուցել ԱՄՆ միջազգային առևտրի հարցերով դատարանում նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած մաքսատուրքերի պատճառով։ Այս մասին նշված է դատական հայցում։ Վերջին 3 ամիսների ընթացքում նախագահը սահմանել, փոփոխել, բարձրացրել է մաքսատուրքերը, կասեցրել դրանց գործողությունը, ստորագրելով կատարողական հրամանագրեր եւ հուշագրեր, գրառումներ հրապարակելով սոցիալական ցանցերում։ Այդ հրամանագրերն արտացոլում են երկրի առևտրային քաղաքականության վիճակը, որն այժմ կախված է նախագահի քմահաճույքից, այլ ոչ թե հենվում է նրա կողմից իր օրինական լիազորությունների արդյունավետ իրականացման վրա, ասված է դատական փաստաթղթում։ Ռուսաստանը պատրաստ է խաղաղության գործարքի, բայց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համաձայնության գալն ավելի դժվար է։ Այս մասին Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Վաշինգտոնի միջնորդական ջանքերի ընթացքը։ Կարծում եմ Ռուսաստանը պատրաստ է եւ շատերն են ասել, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչի, եւ ես կարծում եմ, որ մենք համաձայնության ենք եկել Ռուսաստանի հետ։ Մենք պետք է համաձայնության գանք Զելենսկու հետ, ասել է Թրամփը։
Հնդկաստանը կանչել է Նյու Դելիում Պակիստանի բարձրաստիճան դիվանագետին հայտնել Իսլամաբադում իր ռազմական կցորդներին հետ կանչելու եւ իր դիվանագիտական ազդակազմի թիվը կրճատելու մասին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը, վկայակոչելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Վիկրամ Միսրիին։ Հնդկաստանի այս որոշումը կապված է Քաշմիրում զինյալների հարձակման հետ, որի հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել։ Հնդկաստանի որոշ ԶԼՄ-ներ սակայն հայտնել են 28 զոհի մասին։